Շատ կարևոր էր ստեղծել երաժշտություն, որն անմիջականորեն կապված չէ ֆիլմի ժանրի հետ։ Իմ նպատակը նրան ստեղծագործական գործընթացի սկզբնական ամենամաքուր փուլում ներգրավելն էր։ Ես աշխատում եմ բոլորովին այլ ֆիլմի վրա եւ Քրիստինս ասաց, եթե քեզ համար մեկ էջանոց որևէ բան գրեմ առանց պատմելու թե ինչի մասին է ֆիլմը, ուղղակի մեկ էջ սցենարից, կարող ես դրա հիման վրա գրել ինչ խելքդ փչի։ Եվ ես սկսեցի գրել։ Ես նրան տվեցի մի երկխոսություն, որը գրել էի ֆիլմի համար եւ ֆիլմի հիմքում ընկած որոշ գաղափարներ առանց ժանրային կամ տարածվածության որևէ ցուցումների։ Պարզապես նրան չկաշկանդելու համար։ Այստեղ իհարկե Քրիսը մի փոքր խորամանկ էր գրելով հոր եւ որդու հարաբերությունների մասին։ Ես ավելի ուշ իմացա, որ որդին բոլորովին էլ որդի չէր, այլ դուստր։ Գրածս այս կտորային մասին է, թե ինչ է զգում հայրը, որդի ունեցող հայրը։ Ես իմ որդու մասին էի գրում։ Երբ նա նվագեց իր գրած երաժշտությունից մի հատված, որը եւ դարձավ ամբողջ պարտիտուրի հիմքը, ես մտածեցի, որ այն միանգամայն կատարյալ է եւ լիովին արտահայտում է ֆիլմի այն հուզական որակները, որոնք ուզում էի։ Եվ հենց այդ պահին էլ նրան ասացի, որ սա իրականում մեծ տարածում ունեցող գիտաֆանտաստիկ ֆիլմ է։ Մինչ այդ նրան որևէ հուշող բան չէի ասել։ Գիտես, սա մարտաֆիլմ չէ, մարդկանց մասին չէ, բացարձակապես այլ բան է։ Կարծում եմ դա օգնեց նրան եւ հաստատապես դրեց ֆիլմի էությանը համապատասխանող հստակ ուղու վրա։ Նկատի ունեմ, որ ես այդ մեղեդից շատ եմ լսել թե սցենարը գրելու ընթացքում, թե արտադրական գործընթացի ժամանակ։ Մենք գնացինք տաճար, եկեղեցի, կենտրոնական Լոնդոնում եւ այնտեղ բջջային ձայնագրման համակարգ տեղադրեցինք։ Մենք իրոք շատ էինք ուզում, որ նա եկեղեցական երգեհոն օգտագործեր։ Ես նաև համոզիչ փաստարկներ բերեցի, որ ֆիլմում պետք է առկա լինի որոշակի հոգևորության զգացողություն, թե ֆիլմը կրոնի մասին չէ։ Երգեհոնը, եկեղեցական տաճարները եւ այլն ներկայացնում են մարդկության փորձը պատկերելու առածվածայինը կամ մետաֆիզիկականը, այնինչ մեզնից վեր է իրականության տիրույթից դուրս։ Մարդը միշտ էլ կարող է տալ այդ կախարդանքի հավելյալ բաժինը։ Եվ այդ կախարդանքը մենք ստացանք Ռոջերից։ Ռոջերը մեր իմացած ամենահրաշալի մարդն էր, որին հանդիպեցինք։ Մեզ մարդ ուղղակի արտասովոր երգեհոնահար է։ Նա ինձ համար նվագում էր մի կտոր եւ ասում, ինչ կառաջարկես։ Ես նրան տարբերակներ էի ներկայացնում, ասում էր, օ, սա մի փոքր մռայլ է, սա մի փոքր վառ է կամ սա մի փոքր կտրուկ է։ Երբ նա սկսեց գիտակցել, թե ինչ կարողություններ ունի երգեհոնը, նրա մտահղացումներն ավելի համարձակ դարձան։ Եվ մենք սկսեցինք ընթացքում ստեղծագործել։ Ես կարող էի ինչ-որ բան ցույց տալ եւ նա ասեր, լավ է, ինձ դուր է գալիս։ Բայց դա այն չէր, ինչի մասին նա մտածում էր։ Երգեհոնն իրականում մեծ ու բարդ սինթեզատոր է։ Փաստորեն դուք ունեք խողովակ, որով անցնում է օդը առաջացնելով ձայն։ Եվ այդ ձայնը որոշակի բարձրություն ունի, իսկ հետո երբ ցանկանում եք փոխել երանգը, դրան եւս մեկ խողովակ եք ավելացնում եւ այդպես շարունակ։ Եվ արդյունքում ստանում եք իրապես բարդ, շատ բարդ հարմոնիկ կառուցվածքներ։ Այն աշխարհն, ուր մեզ տարավ Ռոջերը այդ բոլոր ձայների եւ տարբեր երանգների միջով, անծայրածիր բացահայտում էր Քրիսի եւ ինձ համար։ Թող մի քիչ ավելի մռայլ լինի։ Ուրեմն մեզ այս ձայնն է պետք։ Այդ գործիքի մեջ ինչ-որ մարդկային բան կա, որովհետև այն կարող է ձայն արձակել միայն օդի օգնությամբ, այսինքն պետք է շնչի։ Եվ ամեն նոտայի հետ լսվում է շունչը։ Լսվում է արտաշունչը։ Յուրաքանչյուր հնչյունում մարդկային ներկայություն է զգացվում։ Եվ կարծում եմ դա շատ կարևոր էր ցույց տալու, որ ֆիլմը պատմում է ոչ միայն տիեզերքի, այլև այդ տիեզերքում ապրող մարդկանց մասին։ Այստեղ կա եւ մտերմություն, եւ հսկայական մասշտաբայնություն, երբեմն այդ փոփոխությունը տեղի ունենում մի քանի տակտի ընթացքում։ Սեղմել բոլոր ոտնակները։ Հիմա ես գիտեմ, թե իրականում ինչ է նշանակում այդ արտահայտությունը։